Եթե մենք խոսում ենք հետմենոպաուզայի մասին, այստեղ իհարկե առաջնահերթությունը ուղեցույցով գալիս է, եթե մենք չունենք հակացություններ, մենոպաուզալ հորմոնալ թերապիան, բայց ինքը չի գալիս եւ բոլոր խնդիրները լուծում, հա, կարող են համակցված կարիք լինի նաեւ հակադեպրեսանտների։ Իդեպ մենոպաուզալ խնամքի, մենք խնամք ենք ասում մենոպաուզալ քերի այդ փուլում, ոչ միայն օգտագործում ենք մենոպաուզալ հորմոնալ թերապիա, այլև հակադեպրեսանտները եւս կարող ենք կիրառել, կառավարելու վազոմոտոր գանգատները։ FDA-ը ունի հաստատած մի հակադեպրեսանտ ավելի փոքր դոզայով, որը մենք կարող ենք նշանակել։ Հետաքրքրական է, գրգռված աղու համախտանշի ժամանակ էլ գաստրոենտերոլոգներն են նշանակում բավական տարածված կիրառություն։ Ավելի փոքր դոզայով Որ պրեպարատն է։ Պարոքսետինն է, Հայաստանում կա ինքը։ Այդ փոքր դոզայով չունենք, իրանք 7.5 միլիգրամն են դիտարկում, մենք դե 20 ունենք, 10-ով ենք կիրառում, հա, ոնց որ մինիմալ դոզայով ստանալ արդյունք, ոչ թե դեպրեսիա բուժել կամ ճորտագնապային խանգարում բուժել, այլ ավելի այսպես ինքը օգնում է, որովհետև ի վերջո այդ բոլոր տատանումները կամ այդ բոլոր ջերմակարգավորման խնդիրները մենակ էստրոգեններով ճիշտ ակտիվ մասնակցում են սերոտոնինը, նորադրենալինը եւ մենք կարող ենք իրանց վրա եւս ազդեցություն թողնել։